Մեր կամուրջը մոստը բացվում է։ Տակից նավեր են ասնելու։ Նավեր են ասնելու, հա։ Dames en heren, zo dadelijk komen we aan in Wetteren, station Wetteren. Մոռացա սկիզբը նկարեմ, այսինքն հիմա նոր մտքով սանձա, որ կարելի էր նկարել ձեզ էլ մոտիվացնել։ Ձիթապտղի ձեթի մեջ սխտորը տապակեցի, ավելացրել եմ կտրատած գազար, էտել եմ տապակել, հետո նոր ավելացրել եմ կարմիր ու կանաչ քաղցր պղպեղ, տապակել եմ ու հետո ավելացրել եմ բրինձը։ Հիմա այս իրար հետ կխառնեմ մի քիչ տարբերվող բրինձով փլավ։ Այսպես ավելի օգտակար է։ Բրինձը դե օգտակար չի, կալորիաներ շատ է պարունակում, բայց բանջարեղենով գոնե լավ է, էլի որ ուտենք։ Հիմա ես կհամեմեմ, աղ պետք է լցնեմ։ Կարմիր պղպեղ կլցնեմ։ Քրկում անպայման բրինձի հետ քրկումը դե շատ լավ է լինում։ Ու սև պղպեղ։ Ես էլ մի հատ կխառնեմ։ Այս բրինձը շատ շուտ է եփվում, բասմատին է, 10-12 րոպեում եփվում է, ջուրն էլ եռացրած եմ լցնելու մի անգամից, ջուրը լցնեմ, նոր լավ խառնեմ։ Հեսա մի հատ նայենք։ Աղի համը նորից կնայեմ, եթե պետք լինի, մի քիչ էլ կավելացնեմ։ Ահա, այս հիմա ծածկում եմ եփվի։ 10-12 րոպե, չեմ մոռանում, որ շատ չեփեմ, շատ փափկի։ Այս կողմում էլ աղացած մսով ապուր եմ պատրաստում, այսպես ուղղակի իմպրովիզելի, ինչպես միշտ սոխառած արեցի, ջուրը լցրել եմ եռացել է, հետո ավելացրի աղացած մսով շարիկները, մի փոքր մակարոն եմ լցրել, երկու հատ փոքր կարտոֆիլ եմ լցրել,
մի քիչ էլ բրոկոլի։ Աշոտի համար ապուր եմ պատրաստում։ Ինքը բրինձ այդքան հաճույքով չի ուտում։ Ես մի քիչ եփվի ու տոմատը շատ չեմ արել, դիտավորյալ։ Հիմա մի փոքր կարմիր, աղացած կարմիր պղպեղ կավելացնեմ, աղ կավելացնեմ ու թող եփվի, վերջով արդեն թարմ կանաչի կավելացնեմ։ Նայենք բրինձը ինչ եղավ։ Հա, արդեն պատրաստ է, այս մի փոքր ջուրը լավ է, որ վրան մնա։ Մի քիչ ավելի հյութեղ կլինի։ Վերջ անջատում եմ։ Ահա, սիրելիներս ասի ցույց տամ, կարող է ձեզ էլ հետաքրքիր լինի, կարող է ձեզ էլ գաղափար տամ էլի բրինձով փլավ եփելու։ Կարելի է ոլոր լցնել մեջը, ես չլցրի էլ, արագ էի շատ անելու ամեն ինչ, արագ պետք է հաց սարքեմ, որ դուրս ենք գալու, դրա համար սրանք համ էլ ասեցի սառնարանի բանջարեղենը օգտագործեմ։ Բարլույս Աշոտ։ Նոր եմ տեսնում, հա։ Բարլույս ժողովուրդ ջան։ Շշերը դուրս ենք դրել, այսօր շշերը պետք է հավաքեն տանեն, այս անգամ այնքան շատ է հավաքվել։ Առաջ ենք դրել, որ իրանք շատ դժվարություն չքաշեն, էլի, մեքենան գա կանգնի, մի անգամ էս վերցնեն, դատարկեն մեքենայի մեջ։ Դե նոր տարին էլ արանքում ընկավ, այս անգամ շատ հավաքվեցին շշերը, հա, համ էլ անցյալ անգամ մոռացել դուրս չէինք դրել, դրա համար էլ շատ են։ Ոնց եք դուք ժողովուրդ ջան, լավ եք։ Մենք լավ ենք։ 6-7 աստիճան է։ Քամին որ կանգնում է, տաք է, լավ է, որ քամի է լինում, մի քիչ ոնց որ սառը լինի, ցուրտ լինի, այս տունը վաճառում են։ Իդեպ տան համար բան եք գրել, չհասկացա ինչ էր։ Գրել եք Լիանայի վլոգը, որ լսեմ, այնտեղ տան մասին բան է ասում, որը մեզ կհետաքրի, բայց ես Լիանային լսում եմ միշտ էլ հետևում եմ, բայց ես չհասկացա ինչ նկատի ունեիք տան մասին։ Մենք Վարշավով չենք ապրում, մենք մեր տանն ենք ապրում, եթե այդ մասին ա եղել խոսքը, չգիտեմ, ես չլսեցի այդպիսի բան, որ Լիանան ասեր, չգիտեմ ինչի մասին էր ձեր խոսքը։ Ամեն դեպքում շնորհակալություն մեկնաբանության համար, որ գրել էիք ու մեր մասին էիք մտածել։ Հիմա ամուսիններով գնում ենք խանութ, տարբեր խանութներում քիչ-քիչ գործեր ունենք, գնանք վերջացնենք, դրսի գործերը վերջացնենք, նոր կանք մեր ներսի գործերին։ Ես սիրում եմ, որ դուրսը վերջացնում ենք, նոր հանգիստ գալիս ենք տուն, ասում եմ, ես իմ տան գործերին։ Արդեն արձակուրդ եմ, ժողովուրդ ջան։ Երեք վերջին օրը աշխատեցի, լավ օգնած, այն որ ասում է, վաստակած գնում եմ հանգստի։ Այդպես սիրելիներս։ Հիմա գնանք խանութ, տեսնենք ինչ ենք անում, ինչ չենք անում։ Հեռախոսը անջատեմ, արագ-արագ քայլելով գնանք։ Կմիանամ։ Այս անգամ Aldi ենք մտել սուպերմարկետում, ենք նայենք։ Այստեղ ինչ թեյեր կա։ Կարող է այստեղ երիցուկի թեյ լինի, վերցնեմ մի անգամից։ Մի րոպե նայեմ այստեղ։ Չէ, սրանք սև թեյ է այս։ Կանաչ թեյ։ Չէ, ոնց որ երիցուկի չկա, լավ, ոչինչ բանից մտնելու ենք Lidl այնտեղից կնայեմ։ Աշոտ այս սրանից եմ ուզում վերցնենք։ Մի րոպե։ Ժամկետն էլ նայենք։ Մինչև 26 թվականի ապրիլ, հա, լավ էլ ժամկետ ունի։ Այս երեքատը։ Այս խանութ մենք մտնում ենք տարին երևի մի անգամ կամ էդ էլ չենք մտնում։ Այստեղ քաղցրավենիքն եմ ուզում նայեմ։ Ինչ կա չկա։ Շոկոտով։
տեսնենք մի րոպե կան նայեմ սրանք ինչ են չգիտեմ ինչ շոկոլադներ են Merci. Չեմ ուզում դրանից վերցնել գնանք առաջ սրանք կախովի ծաղիկներ են Zebria Pallida տարբեր բաներ են հետաքրքիր ցրտադիմացկուն են խորովածի պատրաստի փայտ էր ոչ միայն խորովածի էլի իհարկե այստեղ ինչ է Այս ալդին հեչ իմ դուրից չի գալիս մի ժամանակ բայց օգտվել ենք հիմա չի Ferrero Rocher Այստեղ ինչ են ունեցել վերջացել է րոպե նայենք հա սրանք լիկյուրով են Այս մարցիպան ամեն մարդ չի սիրում Սրանք էլ մի րոպե հելոյինի լամպերն են հա դդումները Ես այս զամբյուղների ֆանատն եմ, բայց այս այդքան չէ, այս բեբիների համար լավ կլինի ինչ-որ մեջը շորեր բաներ դնելու համար Ես ինչ կոշտ են, այս դամաշնիկները տղամարդու հետաքրքիր է հագնում են ու չեն դժգոհում տղամարդիկ Սրանք էլ շաքարբան լցնելու համար Հա, բայց այդ հիմա մի վերցրա շուտ, հա, կա ստեղ ուզում ես ասես Չէ, իմ ձեռով չենք տանի, չէ Այս տեղի ալյուրները 35 ցենտ է մի կիլոն Այս ոնց որ պատրաստի է, հա, խառնած է ամեն ինչ, մենակ մնում է լցնել ամանի մեջ ու թխել Ինչ ես տեսել աշուտ Սոուս է թե Չգիտես, ես էլ չգիտեմ, մի րոպե ադվոկատ Սոուս է երևի, ես էլ չգիտեմ ինչ է թե Հա, սրանք էլ փոքր ամանով լիկյորիկներ են Գնացինք հերթ կանգնենք, այստեղից շատ բան չէինք ուզում Այստեղից շատ բան չենք առնելու, մի երկու բան վերցրինք Հենց կոնկրետ բան կար, որ հենց ալդից էինք ուզում առնել Հերթ ենք կանգնել, այստեղ վճարենք, դուրս կանք, գնանք ուրիշ խանութ Բարդեր ինձ սիրուն են Բայց արդեն թորոմում են, այսա նայեք, արդեն թորոմել են, սրանք այսպես առնել են մարդիկ Ինը, այսը, բարդերը 299, կակաշներն էլ 299, բայց արդեն թորոմում են 5 եվրոյից են զեղ չեմ դեպ Այս կողմում էլ սիրուն կակտուսներ են Շատ սիրուն են Փոքր ամանի մեջ 5 եվրո Այս սոկուկը ինչա Կալանխո է
1.50 արժի, ես պետք է կանել ու հողի մեջ դնել։ Հենց այս ձևով պետք է տարվի հողի մեջ տեղադրվի։ Լավ գնանք Աշոտին օգնելու։ Աշոտը առևտուրը տուն տարավ։ Ես հիմա պետք է գնամ, հայնեմ պետք է գնամ այն օրը որ բան էի արել, պետք է ետ տամ։ Սրանց կասայի չեկերը օնլայն են, մեյլին են ուղարկում, որպես հաճախորդ, որ հաճախորդ եմ, իրանց մոտ մեյլս կա, կասայի կտրոնը ուղարկում են իմ մեյլին։ Հիմա պատրաստ պահել եմ, որ խանութում երկար ժամանակ չկորցնեմ, ցույց տամ արագ սրանք ետ տամ, այնտեղից էլ, հա վերջը կարճ խանութում պետք է մի հատ նայեմ ու դուրս գամ։ Ուղղակի այսօր պետք է պարտադիր գնայի, որովհետև սրան ժամկետը որ չլրանար, էլի։ Այդպես ինքան լավ եղանակը փոխվեց տաքացա, ոնց որ գարնանային եղանակ լինի։ Այդպես ժողովուրդ ջան, 3 խանութում այնքան շատ զեղչեր կային, այս մարդը ինձ հավասար գնում է։ Նայեք։ Ինքան շատ մարդիկ կային 3 խանութում, այնքան լավ զեղչեր կային, սիրուն կանացի շալվարներ կային, այսինքն սիրունը մի քիչ հարաբերական է։ Սպասեք նեղտեղ այստեղից անցնեմ։ Հա չեմ արժի գալիս դիմացից 3 եվրոյին իջացրել։ Կտորը շատ լավն էր, բայց ձևը մի քիչ լավը չէր։ Այս դիմացի մասը ոնց որ կար էր տված, լայնանում էր, էլի հակափորձեցի։ Ինչև է։ Զեղչերը շատ ինչն է շատ հիմա հագուստեղենը ամբողջ աշխարհում այնքան են կարում ու լցնում։ Իհարկե որակը միշտ մնում է իր տեղում, որակով ապրանքը։ Հայաստանում լավ սառնամանիք է, չի անում։ Աղջիկս ասես -16 աստիճան ու լիքը ձյուն է եկել ապարան այդ մեր կողմերը ծաղկահովիտ։ Ձյունը լավ է որ եկել է, բայց ճանապարհները որ բաց լինեն, էլի չփակվեն։ Այն ժամանակ փակվում էր, չեն կարում գործի գնայինք։ Ձյունը լավ է որ գալիս է զուտ գյուղատնտեսության բանի համար լավ է որ գալիս է ջրերի խմելու ջրի եւ այլը, բայց որ շատ է գալիս բուկ բորան է անում։ Ես չնայած բուկը շատ եմ սիրում, բայց ամեն դեպքում սիրում եմ որ բուկ է լինում տանը վառարանը, հենց վառարանը տաք վառվի, կողքը նստես ու գիրք կարդաս։ Ինչ էլ սիրուն կարմիր է, 8 եվրո է իջել։ Այս կարմիրը ինչքան շատ է այս տարի ինձ գրավում։ Մի քիչ շատ է սինթետիկ, թևերը սիրուն են։ Սրանից ինձ առել եմ։ Ես այն անգամ որ փորձեցի դրանցից է էքստրա լարժ որ լիներ կարելի էր վերցնել, շատ սիրուն գույն է, բայց չկա։ Իմ ռազմերը մի քիչ ոնց որ կարճոտ եղավ։ Ինչ է լավ կտոր է, էլի կարճ մայք է ջահելների համար։ Այսքան բան է չէ կախած, բայց նորմալ բան դժվար է գտնելը։ Այս մայկաները սիրուն են, բայց չգիտեմ ում է հարմար։ 4-5 եվրո են իջել, 4.99։ Այս ժակետը մի քիչ ոնց որ օվերսայզ է, էլի, լավ լայն է երևում, մեծ է երևում։ Սվիտրներն էլ չգիտեմ, կարելի է վերցնել թե չէ։ Մտածում եմ հլը մի քիչ մանգամ կնայեմ։ Դուրս եկա խանթի ժողովուրդ ջան, ոչ կարողացա նկարեմ, երկու բան առա իհարկե, բայց հեչ հարմար չի լինում նկարելը, որ մենակ եմ, էլի։ Այն մարդիկ, որ օգնող են ունենում, գոնե ինչ որ մեկը կողքից մի բան վերցնում, ցույց է տալիս կամ բան հեշտ է, իրանց ինձ իրոք շատ դժվար է համ նայելը, համ նկարելը։ Ինչ որ դուրս եկա, ինչպես միշտ շոփինգից բողոքելով, խանութում շոկ,
երաժշտությունը միացրած է, նկարելուց այդ երաժշտությունն էլ է էլի խանգարում։ Հիմա Աշոտի հետ պայմանավորվել ենք, այստեղ պետք է մի տեղ իրան սպասեմ, մինչև գա մեքենայով ու գնանք մի երկու բան մտնենք Լիդլից առնենք ու տուն գնանք։ Այն կողմում մեր կենտրոնն է, հրապարակն է, որտեղից որ էս նոր եկա, այս կողմից տեսնենք Աշոտը չի գալիս, դեռ չի գալիս, դեռ չի գալիս։ Զեղչերին մնաց մի 10 օրից պակաս ժամանակ, այսօր ամսի արդեն 23-ն է, այլի մոտավորապես այդպես մի 10 օր մնաց, այդ վերջի շաբաթը ավելի շատ են էժանացնում։ Օրինակ մեր խանութում օրերով որոշում են, էլի երբ պետք է զեղչեն, Աշոտն եկավ արդեն են հյուսերը վառում հանգցնում, որ ես գալիս եմ, պատրաստվի։ Կանաչի բան պետք է առնենք, չունենք, բանջարեղեն առնենք, հեռախոսի մեջ ցուցակ էի գրում, թե ինչ պետք է առնեմ, որ չմոռանամ։ Մազերս ներկելու են, ժողովուրդ ջան, տեսնում եք, այս անգամ ուզում եմ մի քիչ գույնը փոխեմ, չգիտեմ, վաղուց չեմ բացկույն չեմ ներկել, ներկել էի, նախկինում ներկած ունեցել եմ, այն ժամանակ որն է, ասենք նոր եմ ներկում անսովոր է թվում, մինչև ես ինքս հարմարվում եմ այդ գույնին, արդեն փոխելու է լինում կամ նորից ներկելու։ Հիմա մտքիս կա մի քիչ գույնը փոխեմ կամ կարող եմ լիրովկա անեմ, չգիտեմ, մի քիչ փոփոխություն մտցնեմ։ Եղավ Աշոտ։ Okay, դե արի Աշջան, արի գնանք վերջացնենք, որ տանկինը տանից դուրս է գալիս, գործերը այդպես կիսատ են մնում, հա, մի հատ պայսակ վերցրա, հա, չնայած ես տոպրակներ կան, իրանք տալիս են, մեջը լսնում են, բայց իբր ուզում ենք քիչ հավաքենք, էլի տանենք, թափենք, բայց մեկ-մեկ պետք է գալիս, հեչ որ չէ, այդ տոպրակներ ես խանութների, բանջարեղենի բանի, սուքանի, դույլի մեջ եմ դնում փոքր, լավ, ասին գոներ ձև օգտագործում, եթե չէ մի անգամից թափում եմ, արի Աշջան, արի զգուշանց փողոցը, գնացինք ժողովուրդ չէ, մրսում ես, հա, Աշոտը մի քիչ մրսում է գլխարկա դրել, բայց տոք չի, մեջետա կողքը, հա, ուշադիր չի եղել, չի տեսել, սպասի հեծանվորդ կա, հեծանվորդներ կան, Հեչ լավ կանաչի չկար, Աշոտ ձեռս խանգարում է, հեչ լավ կանաչի չկար, բայց մի հատ համեմ ու մաղդանոց վերցրել եմ, ինչ անեմ, գնացինք, գնանք մտնենք Լիդլից էլ մի երկու բան առնենք ու գնանք տուն, ժամ արդեն 2-ն է մեր մոտ, օրը ուրբաթ, շաբաթվա վերջը, մարդիկ խանութներով են էլի ընկած, Հա, իդեպ հիշեցի ինձ, մի անգամ հարցրել են ձմեռային անվադողեր փոխում ենք, թե չէ, օրինակ մեր մեքենայինը չէ, Աշոտ, բանն է, համամարային ձմեռային է։ Սեզոնի աստե ձուն չի եղել։ Այս դե բայց մարդկա փոխում է, որովհետև օրինակ մի անգամ ձուն եկավ։ Ֆլանդերենում ստեղ չի պահանջվում որ փոխել։ Չի պահանջվում, բայց դե որ ասենք Մերը վեստն է, չէ, վեստ։ Մերը բանն է, բոլոր սեզոնների համար է, բայց մարդկա փոխում է, չէ, ձմեռային են դնում։ Չէ, մեր օստն է, Աշոտ։ Մեր օստն է, արևելյան Ֆլանդրիանը։ Մեզ ստեղ չեն պահանջում, որ մենք փոխենք։ Հա։ Ոստիկանությունը չի պահանջում, օրենքներ չի պահանջում, բայց ասենք ֆրանսիական զոնայում Դե ձուն շատ է, չի գալիս։ Շատ է գալիս, պահանջում են որ բանան։ Հա։ Ստեղ ծովի մոտ գենք ձուն չի գալիս, համարյա մի օր երկու օր։ Հա դες տարի եկավ ամեն դեպքում, ամեն տարի չի որ գալիս է։ Ես տարի եկավ, շատ հետաքրքիր օրեր, մեքենաները շատ քիչ էին, շատ քիչ։ Ես էլ դե ձմեռվա պայմաններում մեքենա Հայաստան շատ եմ քշել։ Այստեղ խնդիր չունեիր։ Հա, դե զգուշ քշում եմ։ Դե բան էր, դե ոնց որ արդեն բան արտակարգ իրավիճակ եղներ որ ձուներ։ Դանի գլխարկս անեմ։ Հա, արդեն դեմ չես մրսի մեքենայի մեջ։ Ստեից մի անգամից թեքվում ես, Աշոտ։ Իմ ձեռը էլ չի խանգարում, սպասի մեկա տեղ չունենք անցնելու։ Ցույց տամ ձեզ մեր երթևեկությունը։ Այն հիվանդանոցը չէ, այն կլոր բանով։ Այն վերևը կլոր գլխարկի Հա, կլոր գլխարկով է։ Բոլոր տեսակի վիրահատությունները կատարվում։ Բայց այստեղ երկու հատ հիվանդանոց կա, էլի մի հատ։ Երկուսն էլ իրար հետ միացված հիվանդանոցն է, սա մեկ մասնաճյուղ են իրար։ Մի ղեկավարությունը։ Դիրեկցիան մեկ են սարքել արդեն։
մի անվան տակ են, ուղղակի տարբեր հասցեներով։ Բավականին մեծ հիվանդանոցը, սպասարկում այս տարածքի քաղաքներին էլ։ Բայց մենք միշտ են մյուսն ենք գնում, ոնց որ հարմար է, մոդական։ Հա, ահա գնացինք Հակոբյան։ մեծ ավտոյի պարկինգ կա հիվանդանոցում, մի քանի հարգանի։ Կաթոլիկ Հիշում ես եկեղեցի։ որ կորցրել ենք մեր մեքենան։ Հա, մի քանի հարկեր, չգիտենք որ հարգում են կանգնել։ Հա։ Այս կաթոլիկ եկեղեցի է։ Անցանք տեսակ կարճ։ Հիմնական ստե կաթոլիկ եկեղեցին։ Հիմնականում կաթոլիկ են, այո։ Գնացինք, դժվար է մնաց մեքենային տեղ գտնելը։ Շաբաթվա վերջ ամեն մեկը մի հատ տեղ գտնում կանգնում, այ մի գնանք նայենք։ Մենք որտեղ ենք տեղ գտնում։ Աբսուրդ է, չէ՞ որ մեր տան դիմաց ուրիշներն են կանգնում ու մենք էլ պետք է ուրիշ տեղ Որտեղ գտնենք։ ուզի կանգնի։ Հա։ Որ տեղափոխվում ենք, ասենք տվյալ քաղաք, մենք էլ տեղափոխվել ենք այս քաղաք, գնում ենք այդ արդեն երբ որ գրանցվում ենք այս քաղաքում, պարկինգի համար գնում թուղթ ենք հանում տարեկան։ Այնտեղ նշում են էլի, որ փողոցներում կարանք կանգնենք։ Այդ դրանից դուրս չի կարելի կանգնել, որովհետև իրանք միշտ ստուգում են, իսկ ամեն օր ստուգում են, հա, շուտ։ Ну, կարող ամեն օր չէ, բայց դե ստուգում են։ Բայց ստուգում են շատ, հա։ Մենք նոր դուրս եկանք արդեն մի հոգի գնաց ստուգելու։ Տեսնեն իրանց էլ բանապետ, որ մարդկանց ստուգան։ Քաղաքապետարանի աշխատողներ են գալիս նայում են, եթե ասենք մեքենան կայանաց գլի շատ փողոցներ վճարովել են այդ, ասենք որ կանգնի աշուտ։ կանգնում են։ Հա, ես գիտեմ, որ հենց մոտենում ենք սվետաֆորին, ես մի անգամ ասում կանգնի աշուտ։ Բայց Բայց ինքը նայում է, տեսնում է, ուղղակի ես իմ մոտ, չգիտեմ, ինձ մոտ է կարող է ինքը խոսքով ընկնի կամ մտքերով ընկնի մոռանա։ Ես քաղաքում 30 ռուբլի է տուգանքը կարծեմ։ Այստեղ տուգան, այստեղ էլ Եթե չի համապատասխանում փաստաթղթերը կայանելու մարդ։ բան պարկինգին ես ասում։ Օրինակ Հայաստանում որ սկսեցին տուգանքներ արդեն նշանակել, բան մարդիկ դե շատ էին դժգոհում, բայց ժողովուրդ այստեղ էլ են շատ։ Այստեղ այնքան շատ են տուգանքներ ու այնքան բարձր են գները։ 30 եվրո, եթե Հայաստանի Այդ կախված քաղաքից, մեծ տեղերում շատ են։ 30-ը մոտավորապես 12-13 հազար դրամ։ Հա, բայց դու 30 մենք մի անգամ տուգանել են 150 եվրո ենք վճարել։ Էդի որ չթույլատրվող տեղ են կայանել մենք։ Հա, այս փողոցն է նկատի ունես, հա, որ ուրիշ փողոցում կանգնեն։ Պարկինգ չի կարելի դեղանել, բայց մենք դե պարկինգ ենք արել այդպես։ Հա, այստեղ տուգանքները այստեղ ավելի շատ են, ավելի բարձր են։ Դե հա, այստեղ աշխատավարձերը բարձր են, բայց էդ էլ այստեղի համար է թանկն, այն չի որ այստեղի համար էժան է։ Ամեն ինչն էլ հաշվարկած է։ Նեն չի էլի, որ այստեղ ասենք Ամեն ինչը միջին աշխատավարձ է։ հա։ Բաղոց որ չեմ նկարել, հեռախոսն էսպես չեմ պահել, չէ, ուսս արդեն ցաված։ Առավոտ ահագին մարզվել եմ, ահագին, այնքան լավ, այդ ինձ հարցրել եք, ես էլ պատասխանել էի, բայց այդ մարզումները որ անում եք, արեք անպայման, այդ մեջքի օստեոխոնդրոզի բանի համար շատ լավ օգնում են։ Ես էլ հենց մեջքի համար էլ անում եմ ու շատ լավ օգնում են։ Ընդհանրապես խանութների օր է, ոնց որ մի օրում տարբեր խանութներ ենք գնում, էլի դրա համար շատ բան է լինում էլի, դժվար է լինում, որովհետև տարբեր բաներ, տարբեր խանութներից ենք առնում։ Հիմա արդեն 3 հատ խանութ ենք մտել։ Այս մեկն էլ մտնենք, այստեղից էլ մի քանի բան առնենք, Lidl-ում ենք հիմա։ Մտնենք մի քանի բան առնենք, նոր գնանք տուն։ Այնպես չի, որ ամեն ինչը նույն խանութ։ Հա, սուպերմարկետ է, բայց բաներ կան ուրիշ խանութում ավելի լավն է, օրինակ ասենք բանջարեղենը, կանաչիները կամ միսի խանութից ենք առնում։ Այստեղ երիցուկի թեյ կվերցնեմ։ Բանան էլ եմ ուզում վերցնեմ, նայեմ հլի ինչ բանան կա։ Ինչ էլ մանր բանաններ են։ Ես շատ հասած էլ չի ուզի։ Դոպե տեսնենք, կիսա հասած, կիսա կան, չէ լավ հասած են սրանք։ Նայեք էլի ձեռքը զբաղված, ժողովուրդ ջան, տակը դատար կա, լավ սպասեմ աշոտը թող կա, օգնի։ Հա, այս բանի տոպրակներն են առևտրի, ես որ բանջարեղեն բան լսնենք մեջը, 29 ցենտ արժի մի հատը,
Ես բայց ունեմ ինձ պետք չի։ Ինչ շնորհակ։ Դա այն բաները խոզել։ Շնորհք չէ, տոպրա գարշոտ։ Հա, մի հատ երևի սուրճ վերցնեմ, մի րոպե Հակոբյան։ Իմ սուրճից, ես այս սուրճը շատ սիրում եմ, չեմ հոգնել այս սուրճից։ Ես ինչքան ժամանակ է, քան ամիս այս նույնից եմ խմում։ Սամուրայ սոուսը գտնեմ։ Այս մի րոպե տեսնեմ, երկու տեսակ է, ճիշտն ասած։ Այսա լավ սրանից վերցնեմ մի հատ։ Սամուրայ։ Ձեթերը զեղ չալի դլում ժողովուրդ ջան, ձիթապտղի։ Այսա տեսեք ինչքան շատ վերցրել եմ։ Արևածաղկի, հա, պեչի հա դե 1001 եմ, ես արևածաղկի օգտագործում մենակ պերաշկի բան անելուց։ Ձուել վերցնենք։ Իրոք ես էստեղ նայեմ հլա, չէ, էստեղից երևի թե բան պետք չի կարծում եմ։ Մի հատ ուզում եմ մի լիտրանոց շիշ վերցնեմ, ջուր վերցնեմ, իմ շիշը գցել ջարդել եմ, գցել, նենց եմ ասում գցել, ոնց որ դիտավորյալ գցել եմ, էլի, ընկել ջարդվել է, նայեմ հլը ունեն սրանք մի լիտրանոց շիշեր, հա, կարելի այս հանքան ջրերից վերցնել, այս, հանքային ջուրը խմել, հետո էլ պասեք բացեմ, տանը ունենք փոքր շշեր են հանքային ջուր, բայց ես մեծն է ինձ պետք շիշը, կարամ բացեմ, մի ձեռով կարամ, գնացինք, ավազել գտար վերցրիր, գնացինք, ես մի քանի բանն էլ այստեղից վերցնենք, մեծեր, հա չկար մեծ, գնացինք,